Մայրը Սամվել Կարապետյանը 100 օր է արդեն բանտում է հայոց եկեղեցու պաշտպանության համար։ Արդար է արդյոք ըստ ձեզ։ Չէ, դա սխալ է նստածել։ Ինչի։ Որտեղ մարդը ինքը բավարար մարդ է մեծ ժողովրդի Ոչ։ Ինչու։ Դե ինչ արել, ինչ վատ բան արել ես երկրի համար։ Ինձ թվում է ոչ մի վատ բան չի արել։ Վաղը կարող է ինձ գա բանտարկի, եթե ես տենց եմ ասում։ Բայց կհաղորդեք էլի իրա։ Դե արդար չէ։ Բանտարկելը սխալ եմ համարում։ Ոչ։ Ինչու։ Որտեղ մարդը շատ գործեր էր, ամբողջ Արցախի Հայաստանի փողերը ուղարկան Արցախը սարքեցին, ասան Արցախը Հայաստանա եղել։ Այսօր ասում է Արցախ անունը չտակ։ Երևի ով իրան խանգարում է, առաջին կազապում է, միջև նստել է, ասում էր խոսքի ազատություն կամ ինքը մեղադրում էր նախկիններին, որ իրանք այդ ինչ որ բաները ժողովրդին արգելում են, բայց ինքը հիմա դրանից բառն է անում։ Ոչ, միանշանակ ոչ։ Ինչ արել այդ մարդը։ Ինչ արել այդ մարդը, որ այդ մարդուն բռնեցին, բանտարկեցին։ Այդ մարդուց այնքան վատ մարդիկ կամ վատ բաներ են արել, բայց այսօր ազատության մեջ ֆրֆռում են։ Բայց ինչ արել այդ մարդը, որ հեն անազատության մեջ։ Ինքը ընդամենը բարերար էր։ Բարերար լինելու համար այդ մարդը հեն անազատության մեջ։ Բարերարի անդարգումը ընդհանրապես սխալ է։ Որովհետեւ բարերար մարդ սխալ է։ Ոչ, իմ լսելով լավ բաներ արել, օգնել է։ Երևի ոչ, ճիշտ չեմ համարում։ Դե միանգամից բանտարկելը որն է, կարելի է ուրիշ ձև այդ հարցերը բարձրաբանած։ Չէ երևի, ինչ արել, զրպակալել են, ինչ պետք է արացնի, ինչ արել, էդ եմ ասում, ինձ թվում է չէ, սխալ է, ինչի համար են զրպակալել։ Չէ, Ինչու։ որովհետև կազմակերպված խուլիգանություն է։ Ոչ։ Ասում չպետք է դատվել։ Իմ հաշվարկի դիտելի կետկան հետո ես կրթություն չունեմ, որ մանրամասն բացատրեմ ցավը տանեմ։ Իհարկե ոչ։ Սամվելի ցավը տանեմ։ Միակ մարդն է, որ եկել է ուզում մեր ժողովրդին այս պայմաններից հանի ինքը արագ, որովհետև իրանց ինքը գիտի ուժեղ է, կհաղթի։ Դրա համար է ձերբակալել։ Ես հենց առաջինը որ ձերբակալեց, ասա քաղաքական խաղ է։